Փաթոն մոտ 10 տարեկան ուժեղ աղջիկ էր, շեկ մազերով, մազերը երբեք չսանրված, առատ դեզի պես գլխին։ Նա իմ մանկության խաղընկերն էր և ապրում էր մեր հարևանությամբ։ Ես այդ ժամանակ կլինեի մի 6 տարեկան, թեպետ ունեի քույրեր, բայց նրանք միշտ շատ զբաղված էին։ Ինձնից ավագ քույրս Զոյան, որ ընդամենը 2 տարով էր ինձնից մեծ, միշտ զբաղված էր կարդալով և սովորելով։ Մի խոսքով, տնեցիներից ոչ ոք ժամանակ չուներ ինձ հետ խաղալու, և իմ միակ խաղանկերը մնում էր Փաթոն։ Ալվարդ էր անունը, չգիտեմ ինչու բոլորս նրան Փաթո էինք անվանում։ Նա որբ աղջիկ էր, ապրում էր իր 2 եղբայրների Վալեդուի ու Պետիի հետ։ Ես հաճախ էի վազում իրենց տուն և միշտ ապշած էի մնում այդ ընտանիքի աղքատությունից։ Տունը դատարկ, հատակը միշտ բուրում էր նավթի հոտ, երբ Փաթոն հատակի փայտը ծանր քաշքշելով լվանում էր դա նավթով։ Գիտեի, որ աղքատ են, բայց հիմա նաև հասկանում եմ, որ աղքատության հետ նրանք նաև քաղցում էին։ Հիշում եմ Պետոյին, որ մի 15 տարեկան տղա էր, ինչպես էր ահա պարսատիկով ճնճղուկ սպանում, ապա տեսնում էի դրանք մի մատիչապ աննշան ճնճղուկները խորովում էր վառարանում։ Արի գնանք խնձոր ուտենք, ճաշի ժամն է, ասում էր ինձ Փաթոն, և մենք վազում ենք իրենց տան ետև, կախվում խնձորի ծառից և վայելում բաց կանաչ պտուղները, քաղցր հոտով, որ բերանում հալչում էին, խնձորներ, որի նմանը ես չեմ տեսել իմ ամբողջ կյանքում։ Հետո Փաթոն ինձ հարցրեց մի օր. «Կուզես քեզ ռուսերեն սովորեցնեմ»։ «Հա, կուզեմ», պատասխանեցի։ «Ասա տավար էշ»։ Հա, կրկնեցի, տավար էշ։ Դա էլ հենց տավարիշ ընկեր բառն է ռուսերեն, բացատրեց Փաթոն։ Եվ ամեն անգամ, երբ կոմունիստական համագումարների մեջ իրենց բարձրագույն այրերը դիմում էին ժողովրդին, տավար էշը հնչում էր այնքան տեղին։ Փաթոյի մորը հազիվ եմ հիշում, անկողնում միշտ պառկած բարի ժպտացող կին էր, ով մահացավ քաղցկեղից։ Հիշում եմ մայրս այդ օրը, նրա մահվան անկողնու կողքին էր, և երբ տուն եկավ, շատ հուզված էր։ Մանրամասները չեմ հիշում, բայց հիշում եմ, որ տպավորվել էր ինչ-որ կատարված հրաշքից, և ահա այդ կինը մշտապես նրա հիշողությունների մեջ էր, և նա մշտապես մեզ պատմում էր այդ կնոջ առաքինությունների մասին։ Բայց այ հիշում եմ նաև Փաթոյի հորը, Վահան Դայոն։ Նա մի էշ ուներ, և նա կարծես թե ամուսնացած էր այդ ավանակի հետ, որքան իրեն հիշում եմ միայն այդ ավանակի հետ կողք կողքի կանգնած կամ քայլելիս։ Վահան Դային կտոր էր եղել գնացքի ռելսերի վրա գնացքի հարվածից, երբ իր ամբողջ ջանքերը կենտրոնացրել էր էշին հանելու ռելսերից և ապա չհասնելով ինքն էր մնացել ճպնտացի անիվների տակ։ Հիշում եմ նաև, որ գյուղացիները հարգանքով չէին խոսում այդ վախճանի մասին։ Բայց ահա հիշում եմ Փաթոյին, դատարկված, մենակ նստած իրենց տան թախտին, ոչ խոսում էր, ոչ խաղում այլևս։ Փաթոն 10 տարեկան այդ աղջիկը հոգում էր տան հոգսը, ճաշ էր եփում եղբայրների համար, և ահա այդ գործերի արանքում երբեմն վազում էր փողոց մեզ հետ խաղալու։ Խաղը կոչվում էր 7 քար, իրար վրա շարում էինք 7 քար, և ահա մեկը խփում էր դա փլում այդ տաճարը քարերի, և մյուսը պետք է անմիջապես հավաքեր։ Ահա Փաթոյի խփածը խփած էր, այնքան ուժգին էր հարվածում, որ ժամերով ման գայր քարերը չէր գտնի։ Հետո վազում էինք մեր տան կտուրը։ Վառ կարմիր տուֆից տան կտուրը հարմար էր խաղալու և ծիրան ուտելու, քանզի վերևում մենք տեսնում էինք ծիրանի ծառի անհասանելի պտուղներին և կարողանում ենք դրանք քաղել։ Կտուրի վրայից ներքևում երևում էր մեր խաղողի այգին, վազերի կանգուն թփերը, և ինձ թվում էր ես ահա գտնվում եմ համերգային դահլիճի բեմի վրա։ Եվ լինելով դեռ փոքրուց օպերային արվեստի սիրահար, ծաղրտան ձայնով սկսում էի երգել։ Երգում էի երգում, Փաթոն ծիծաղում էր, ապա ծափահարում։
Իսկ այգուց հեռու պատնեշներով բաժանված տարածքում ապրում էին թուրքեր։ Ամեն անգամ իմ երգելուց հետո լսում էի դրան ծաղրը եւ մեկը բացականչում էր. «Հա ջան, հա ջան»։ Դե թուրքն ինչ գիտի բարձրարվեստն ինչ է։ Փաթոն մեծանում էր աղքատ եւ երջանիկ։ Շուտով պետոյին ամուսնացրին, դպրոցը դեռ չվերջացրած։ Արտաշատից մի աղջիկ էին գտել եւ համոզեցին պետոյին այդ աղջիկը մեծ առաքինությունների մեջ մի ծնկի վրա մի մեշոք հաց է թխում, ասում էին։ Եվ մենք դա անեկդոտ սարքած պատմում էինք ու ծիծաղում։ Այնքան կարճ տևեց մեր մանկությունը։ Շուտով ամեն մեկս անհետ կորանք իրար կյանքից, բայց ես երբեք չեմ մոռանում Փաթոյին։ Ահա Փաթոյին մի օր հանդիպեցի, երբ մոտ 25 տարեկան էի, երբ գնացել էի Էջմիածին եւ տուն էի վերադառնում պատարագից։ Նույն Փաթոն էր, ավելի բոյով մկանոտ։ Փաթաթվեցինք։ Հանկարծ սկսեց լաց լինել։ Պարզում է, որ Փաթոն դեռ դպրոցը չավարտած փախել էր մի էջմիածնցի տղայի հետ եւ հիմա երկու զավակ ուներ։ Դա ընտանիք չի անջան, հասարակած տուն է։ Վճարովի աղջիկներ են բերում եւ տունը վարձով տալիս։ Իսկ այդ ամուսին կոչեցյալը միշտ հարբում է ու ծեծում է ինձ։ Պատմում էր Փաթոն եւ հոնգուր հեկեկում։ Խեղճ Փաթոն։ Տպավորություն էր, որ ահա տեսնում էի մի ազնիվ հոգի, ով պահվում է դժոխքի կրակի մեջ։ Կարծես այդ կրակը ինձ էլ դիպավ։ Ես նույնպես սկսեցի լաց լինել եւ մինչեւ ավտոբուսը շարժվում էր, Փաթոն շտապեց իջնել։ Պատուհանից նայում էի Փաթոյին, որ կանգնած մայթին նույնպես ինձ էր նայում, արցունքները սրբելով, ձեռքի նշանով հրաժեշտ տալիս։ Սա մի տեսարան է, որից մեղքտում է սիրտս, կարծես այն միշտ այնտեղ չէ, չի մոռացվում, կենթանի է ու մնայուն։ Փաթոն, ալվարդը, օ Տեր, երևի այդ վարդը շատ ալ էր, պայծառ էր, անկրկնելի էր։ Ահ Փաթո, հիմա միակ բանը, որ գալիս է միտքս, այս հարցն է. Փաթո, ուր ես։